Այսօրվանից 22:30 Կենտրոն հեռուստաընկերության եթերում մեկնարկում է նոր նախագիծ Mafia in the City կամ հայերեն Մաֆիան քաղաքում։ Այս սիրված խաղի հեռուստատեսային տարբերակի մասին ենք խոսելու մեր հյուրերի հետ։ Կարծեք թե թեժ է լինելու մթնոլորտը եւ ես արագ շտապեմ ներկայացնել մեր հյուրերին Չերի Մաֆ ակումբի հիմնադիր Մաֆիան քաղաքում նախագծի հեղինակ պրոդյուսեր Արտյոմ Հակոբյան, նախագծի մասնակից դերասան Արտյոմ Մարկոսյան, նախագծի տնօրեն Նորայր Վարոյան։ Բարի լույս։ Բարի լույս։ Հարց 1. Ինչու մենք չենք խաղացել։ Հարց 1. Ինչու մենք չենք խաղացել։ Ձեր կոնտակտը չունեի, Արտյոմին ունեինք, դրա համար առաջին Արտյոմն էլ ուներ իմ կոնտակտը։ Իրարով հարգելի գործընկերներ։ Լավ, ինչպես է անցել առանց մեզ։ Շատ վատ, ես ասեմ, շատ վատ, առանց ձեզ շատ վատ, այո, շատ վատ։ Մի փոքր էս մասով թող Հաջորդ նախագծերում հուսով քանի որ բացի գլխավոր պրոդյուսերից, նաև Արտյոմը եղել է մասնակիցներից մեկը մրցաշարի ընթացքում, դրա համար իր մոտ sense համակցված էմոցիաներ են, թե որպես կազմակերպիչ եւ թե որպես խաղացող։ Հիմա մի փոքր պատմեմ։ Արտյոմի վրա գցեցին դժվար։ Բարի առավոտ, մեր սիրելի հեռուստադիտողին մաղթում եմ լավ օր, նաև ձեզ եմ ողջունում եւ շատ ուրախ եմ, որ մեր թիմն էլ է միացել այս մեծ Կենտրոն TV ընտանիքին եւ հույսով եմ Կենտրոն TV-ի եթերում այս հաղորդաշարը կսիրվի թե հանդիսատեսի, թե մասնակիցների, թե կոլեկտիվի կողմից։ Նախագիծը եղել է իմ գաղափարը դեռ մի քանի տարի առաջ, հետո եղավ պատերազմ, կորոնան եւ մի փոքր հետաձգվեց, վերջի տարիներին որոշեցինք նորից արդիականացնել այդ գաղափարը եւ շատ երկար տևեց process-ը, բայց ի վերջո ի շնորհիվ մեր գործընկերների մենք իրականացրեցինք այս գաղափարը եւ այսօր Կենտրոն TV-ի հետ համատեղ կմեկնարկի մեր հաղորդաշարը։ Process-ը շատ հետաքրքիր անցավ նկարահանումները, մասնակցում էին 30 մասնակից, որոնցից 15-ը եղել են հայտնի դերասաններ, ինֆլուենսերներ, քաղաքական գործիչներ, սպորտսմեններ, ֆուտբոլիստ, նաև Հայաստանի հավաքանի անդամ սպորտսմեններ, նաև ֆուտբոլիստ։ Եղել են տարբեր բնակավարից ընտրված էլիտա սպորտաձևի ուզեցան անպայման դե հիմա նիշան ինչ են էլիտա սպորտաձևի մեջ էր առանձնացվեց։ Ընտրված է մասնակիցների քանակը 30, մյուս 15 հոգին եղել են թե սիրված թե ինֆլուենսերներից բացի եղել են տարբեր մարդիկ, ովքեր տարբեր DJ-ներ են եղել, մասնակիցները, բժիշկներ են եղել, շատ հետաքրքիր եթերաշրջան այ դեպ ասեմ բոլորից սպասվում եւ գաղափարի շուրջ երկար ենք մտածել եւ ի վերջո ստացել ենք լավ նախագիծ, ինձ թվում է, որի արդյունքը կտեսնենք այսօր եւ գնահատականը կտա մեր սիրելի հեռուստադիտողը։ Հիմա դուք մեր տաղավարում սև եք խաղում թե Չէ, ես մի շերիֆ եմ խաղում։ Ես իրավունք եմ չհավատալու։ Ես օգտվում եմ Դե կարող եք գնել իմ տեխնայությունը հանեք։ Կարող ենք։ Դեռ շուտ է, Կիսվենք վարդանանք ժամանակ։ Այսպիսի մի հարց, եղել են թեժ պահեր նկարահանումների ժամանակ, մարդիկ կան, որոնք թեժ են խաղում, անձնական մեկնաբանությունները, անձնական վիրավորանք են պիտակավորում, թե ոչ, ավելի խաղաղ է անցել։ Անձնական վիրավորանքների չենք ասել իրականում, բայց Այդ ես չեմ եկել։ այդ ձեր կոնտակտը չունեինք դրա համար։ Իրականում չէ, թեժ պահեր շատ կան, այս պահին փակագծերը մի քիչ չեն բացի, որպեսզի շատ ավելի հետաքրքիր լինի հանդիսատեսի համար, բայց այն էմոցիաները, այն ապրումները, որոնք որ խաղացողները ունեցել են, վստահաբար կարող եմ ձեզ ասել, որ այդ ամեն ինչը շատ լավ մեր նկարահանող անձնակազմը ֆիքսել է, մոնտաժի փուլում էլ այդ ամեն ինչը շատ լավ ներկայացրել ենք, այնպես որ ամեն ոնց որ սերիան հաղորդման, հա, ինքը խաղի ամբողջ սպեկտրը էմոցիայի դրականից մինչև բացասական այդ հակամարտությունը, լարվածությունը ամբողջովին հանդիսատեսը միանշանակ զգալու է, տեսնելու է եւ վերապրելու է։ Հենց այսօր է դա սպասում, այսօր երեկոյան նախագիծը առաջինը պրեմիերան է ըստերության լինելու հաղորդաշարի եւ պետք է առաջարկեմ Կենտրոն հեռուստաընկերության հեռուստադիտողին չփոխել ալիքը, մնալ մեր եթերում երեկոյան անպայման դիտել։
Արտյոմն այսօր պատահական չէ մեր տաղավարում, ես կարծում եմ, միթե նա լավագույն մասնակիցն է եւ վերջին պոետը։ Բացենք գաղտնիքները, հա։ Լավագույններից եմ, այսպես կարելի է ասել։ Եթե երյակի սկզբում եմ։ Չէ, լավ, ես արդեն լրիվ ասում եմ։ Նախ ես էլ ուզում եմ անպայման ողջունեմ ձեզ, ձեր ողջ անձնակազմին, մեր շատ սիրելի հեռուստադիտողին եմ ուզում որ ողջունել, լավ օր մաղթել, այսօր որ սկսել ենք առավոտը միասին, ես համոզված եմ պարզապես, որ օրը լավ է անցնելու։ Որովհետև ձեզ ենք տեսել։ Որովհետև դուք եք մեզ ընդունում, որովհետև երկու գեղեցիկ մարդու հետ առավոտը սկսել, դա մի հրաշք չէ, տղերք։ Միանշանակ ու մարդկանց հետ սկսել։ Այո։ Եվ մեր հեռուստաընկերությունը։ Իսկ նախագիծը իրոք հետաքրքիր է եւ կարեւոր է ըստ իս։ Կարևորը լավ նախագիծ է, այսօրվա այս կյանքի թոհուբոհի ու գիտեք ինչ, այսօր խառնի ճաղանջ տարբեր բաներ են մտել մեր կյանք, տարբեր զբաղմունքներ ու շատ զբաղմունքներ ոչ լավագույններից են, այսպես ասեմ, նույն երիտասարդության համար ու տղերքը երբ որ սկսում էին այս նախագիծը, դե մենք շատ վաղուց ենք ճանաչում միմյանց Ես իրենց ասեցի, որ շատ լավ բան եք մտածել, ինչ առումով։ Երիտասարդությունը ճիշտ զբաղվելու եւ ճիշտ ժամանցի հնարավորություն է ունենում։ Միթե սա ավելի լավ չէ, քան երիտասարդությունը լինի օրինակ on-line կազինոներում կամ գնա կազինոյում խաղա։ Սա շատ ավելի լավ երևույթ է։ Համ ինտելեկտուալ, համ մտքի ճկունության, միմյանց հետ շփվելու, չգիտեմ, լավ բան է։ Լավ բան է ու ես օրինակ միայն թեկուզ հենց այդ գաղափարի համար ես շատ ողջունել եմ այս նախաձեռնությունը ու Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեծ թիմին, բացի տղերքից, մեծ թիմի աշխատում կենտրոն հեռուստատեսության թիմը, նկարանող խումբը, իմ ընկեր Վարդան Պետրոսյանը ռեժիսոր, իմ շատ վաղեմի ընկեր, ես բարևում եմ նրան ու բոլոր այն մարդկանց, ովքեր որ այս ստեղծմանը մասնակից են դարձել, աջակցել են ու այսօր լավ է լինելու, ես մտածում եմ Չէ, հետաքրքիր է։ Եթե այն եթերն է, որ ես պատկերացնում եմ, որ լինելու է, այն նկարահանումն է, այն խաղն է։ Մենք տեսանք անոնսում եւ ես ենթադրում այսօր այդ խաղն ենք մենք տեսնելու առաջինը։ Որ խաղը կլինի դա թող լինի անակնկալ, բայց որ բոլոր 12 հաղորդումը լինելու ընդհանուր եթերում ինքը ընդհանուր մրցույթ է Բացի նրանից, որ հաղորդում է, նաև մրցույթ է, որտեղ մրցում են, լինում են հաղթողներ եւ պարտվողներ։ 30 մասնակիցից եզրափակիչ փուլ անցկացնեն 10 մասնակիցները, որը եւ կպայքարեն մրցանակների համար։ Եղել են գլխավոր մրցանակներ, Պահագիծերը անոնսում բոլոր հաղորդումների շարունակում եք, ես այդքան սրտնեղում եմ, որ չեմ եկել։ Գայթակղեք։ Երկրորդ սեզոնին նախատեսել ենք մի քանի եթերաշրջան ու հետաքրքիր մոտեցումներով, եթերքիր մարկանցով, լի փահագծերը չեմ ուզում հիմա բացվենք, աստուծո առաջ ընկնենք, հուսում եմ այս հեռուստա եթերաշրջանը մեր սիրելի հեռուստադիտողի կողմից կսիրվի եւ կլեն թե երկրորդ թե երրորդ եւ աստված տա։ Կարևորը սկիզբն է, որ դրվել է այստեղ։ Այո։ Ինչպիսին էր աստղաբույլի արձագանք, նրանք հայտնի մարդիկ են, ինչպես էին նրանք գալիս, արձագանքում խաղին, ինչ տպավորություններով էին կիսվում։ Իստում է դրական էմոցիաներով հաստատ գնացել են։ Չեն սրտել որ պարտվել են։ Մի քիչ այդ ոնց որ մասան հավաքելու մասով էր բարդություն, քանի որ ամեն մեկը ունի շատ խիտ գրաֆիկ ու մենք ստիպված նկարահանումների process-ը փորձում էինք ավելի շատ հարմարեցնել իրենց ոնց որ աշխատավլավոճին, իրենց ժամանակին, բայց բոլորից շատ շնորհակալ ենք, որ կարողացել են այդ ժամանակը թեկուզ փոքրիկ պատուհան տրամադրել ու մասնակցել։ Սկզբում կային ինչ-որ բարդություններ նաև էմոցիայի առումով, քանի որ խաղը ինքը մի քիչ էվոլյուցիա է ապրել, այսպես ասած, հա, տարիների ընթացքում փոփոխվել է, ու մարդիկ կային գալիս էին սկզբից sense ունքերը կիտած վիճակով։ Ինչ ես գիտեմ դա դասական օրինակ է մաֆիա, ինչ փոփոխություն է։ Չէ, ես էլ այդպես գիտեի։ Ո՞ր է իզուրեմ սրտնեղում, որ չեմ եկել։ Մի քանիսը կնայենք նոր ուրեմն, բացված կգնանք։ Չեք սրտնեղում։
Վստահաբար կարող եմ ասել, որ երկրորդ եթերաշրջանին եթե մասնակցեք, ձեզ համար է։ Դուք պետք է ասեք Նորայր ջան, մասնակցելու եմ, թե չէ։ Այո, Նորայրի լավ եղի։ Կհրավիր է։ Պարոն Արտյոմը արդեն հայտարարեց։ Ես արդեն հայտարարեցի։ Եթերում։ Սա կրուպնի տվեք։ Հա, ասեմ, որ ձեր հարցի շարունակությունը պատասխանեմ, որ թե աստղաբույրի մասով մի քիչ դժվարություն եղել այն մասով միջև վերջի օրերին նույնիսկ մարդիկ են փոխվել, պլանավորված է եղել ինչ որ այլ դերասաններ, այլ հայտնիներ, այսինքն շատ ձեր գործը դժվար է եղել։ Գործը դա բայց ի վերջո բոլորը շատ գոհ էին, կարևորը խաղը ստացվել է, առաջի օրը որ եկել էին բոլորը մասնակցում էին խաղին, այսինքն մի քիչ վախենալով, բայց արդեն երկրորդ, երրորդ նկարահանման օրը արդեն իրանք պարտաճանաչ գալիս էին, մասնակցում էին, ասեմ միջ նախագիծը սկսելը մենք երկար process ենք տարել նաև ուսուցողական խաղերի մասով, բոլոր մասնակիցները, դերասանները, ովքեր քիչ թե շատ խաղացել են, դե մաֆիան նենց խաղա, որ բոլորն է խաղում են, տարբեր տարիների խաղացել են։ Բայց փոխվել է, ինքը մաֆիան ինքը զարգացել է մաֆիան եւ մաֆիան խաղում են ամբողջ աշխարհում, ունենում են մրցաշարեր մաֆիայի մասով, մարդիկ գնում են երկրներ են կտրում սպորտային մաֆիա դառը եւ շատ տարբեր մակարդակի եւ տարբեր լեվելների մրցաշարեր են կազմակերպվում ողջ աշխարհում համար մաֆիա խաղը այսօր մեծ պրոգրես է ապրել եւ մենք փորձել ենք այս հաղորդման շրջանակներում մի փոքր նմանացնել պրոֆեսիոնալ մաֆիայի, սպորտային մաֆիայի կանոններին, ճիշտ է մասնակիցները ընտրված էին թե պրոֆեսիոնալները կային, բայց հաշվի առնելով որ նաեւ արտիստներ են խաղում եւ պրոֆեսիոնալ մաֆիայի եւ սպորտային մաֆիայի շատ փորձ ունեինք, այդ իսկ պատճառով ընտրվել են այնպիսի խաղացողներ, որոնք համահունչ լինեին մեկը մյուսին եւ կարողանայինք ստանայինք որակյալ խաղ։ Կան մարդիկ ում խաղը ձեզ համար բացահայտում եղավ տեսակի, բնավորության, էության ու ձեզ համար էլ անակնկալ էր, թե ինչպիսին էր նա կյանքում եւ խաղում։ Կային Օրինակ մասնակիցներից մեկը օրինակ, մասնավորապես Սպարտակը ինքը ընտրված էր որպես սկսնակ խաղացող, հա, այսպես ասեմ։ Բայց քանի որ ես համ մրցավարական կազմում էի ոնց որ այդ բալերի հաշվարկային համակարգի մասով էի, դե այնտեղ մենք ունենք բալային համակարգ, այսինքն ռեյտինգ։ Միասնական քննության է նման։ Չէ, միասնական քննության չէ, շատ ավելի բարդ է։ Ես եւ իմ երկու բարձրագույնը լուրլացում ենք անկյուն։ Հա, քանի որ ինքը մրցաշար է, դա իրանից ենթադրում է, որ ամեն հաղթող մասնակից ստանում էր ինչ որ բալեր։ Այդ բալերը նաև մարդիկ ստանում էին հավելյալ քայլերի եւ իրենց թիմին հաղթանակի տանելու ներդրումների համար, հա, այսինքն կային խաղացողներ, որոնք մի քիչ ավելի լավ քայլեր էին անում, կային խաղացողներ, որոնք որ մի քիչ ավելի հստակ էին իրենց դիրքորոշումը ներկայացնում, ու այդ ամեն ինչը հաշվարկվում էր, այսինքն այնպես չի որ մենակ նստում էինք հավեսի համար խաղում էինք։ Բավականին բարդ մոդել է հիմա դարձել մաֆիա խաղը, օրինակ ես չի պատկերացնում։ Սպարտակը այդ խաղացողներից մեկն էր, որը իրականում մեր համար մի քիչ բացահայտում էր, քանի որ ինքը ու ինչքանով հասցրել էինք իրան ճանաչել, կամերայից այս կողմ մի քիչ ուրիշ մարդ է, շատ ավելի հանգիստ։ Դիվանագիտարան խաղ է տարել։ Եվ այլն, բայց խաղի ընթացքում անում էր այնպիսի քայլեր ու նենց առաջնորդական բաներ, ջիղեր դրսևորում, այսպես ասած, որը որ համ զարմացրեց, համ իր թիմը մեծամասամբ տարավ հաղթանակի, էլի։ Այդպես։ Ես իմ կողմից հավելեմ, որ դուք հարցրեցիք բալային համակարգի հետ կապված, ասեմ, որ միավորներ են տրվում պրոֆեսիոնալ մրցավարների կողմից եւ հաղորդավարի կողմից, իդեպ ողջունում եմ մեր հաղորդավարի նախագծի Սաշա Գրիգորյանին, հա, եւ ինքը նաեւ թիմային խաղ է, բայց որպես բալային ռեյտինգային մրցաշար բոլոր մասնակիցները ողջ խաղաշրջանի ընթացքում ձեռք է բերում անձնական ռեյտինգ միավոր, որի արդյունքում էլ մարդիկ անցնում են հաջորդ փուլ եւ տենց է հաղթողը ռեյտինգային համակարգով բալերի շնորհիվ ի վերջո հաղթողը ճանաչվում է ովքեր են առաջի, երկրորդ, երրորդ տեղերը։ Նաև գոյություն ունի պրիմանոտա քայլ, որի համար հավելյալ միավոր են ստանում խաղացողները, դա օրինակ այն քայլն է, երբ որ առաջի գիշերը կրակված մասնակիցը
իրավունք ունի իր կարծիքով հայտնի 3 սևերին, եթե ինքը 3 սևերին ճիշտ է ասում, ինքը ստանում է հավելյալ միավոր, որի արդյունքում ինքը ստանում է լրացուցիչ միավոր այդ քայլի համար։ Նաև խաղում կա լավագույն խաղացող, լավագույն քայլ, դա այն խաղացողներն են, ովքեր նպաստում են իրենց թիմի, իրենց քայլերով իրենց թիմի հաղթանակին։ Խաղի մնացած կանոններին, հետաքրքիր դրվագներին մեր հեռուստադիտողին եկեք առաջարկենք արդեն այսօր երեկոյան միանալ 22:30։ Այո, ավելի հստակ այդ ժամին միանալ կենտրոն հեռուստաընկերությանը, դիտել, վստահ եմ, բավականին հետաքրքիր խաղ ու լարված մթնոլորտ է սպասվում, այնպես որ երեկոյան կարող եք մնալ կենտրոն հեռուստաընկերության եթերում, ձեզ լավ օր ենք մաղթում, ստեղծագործական հաջողություններ։ Այո, բարի ընթացք, բարի եթեր, դեռ առավոտ է, բայց մաֆիան փակում է աչքերը եւ մենք լքում ենք ձեզ։ Եվ ասում take it easy։